ընտրություններից ունեի թե դրական, թե բացասական տպավորություններ, ամենադրականը, որ ունեցա, դա իհարկե, որ արմատական բեկում եղավ, ազգը չընտրեց այդ նախկիններին, այլ ընտրեց ինչ-որ մի մարդու, ասենք, ով որ քաղաքականության հետ կապ չունի, հայերեն լեզուն չգիտի, հա, ինչ-որ Տաշիրսկի Սամվել, ասենք, ազգը գնաց ընտրեց մի ինչ-որ մարդու, հիմա դրա մասին կխոսենք, այդ մարդը իսկական է, թե իսկական չի, բայց ազգը որոշեց, որ Դե ամբողջ ազգը չէ, ինչ-որ այնքան տոկոս ինչքան ստացավ, չէ, ձայն։ Հա, դե հիմա այդ ձայներն էլ չգիտենք ինչա, ոնց է, մենք մեր մասով հեսա կասենք այդ ձայների, բայց դա դրական էր, ասենք, այն ում պետք է որ ձայն տային, Քոչարյան կամ Ծառուկյան դրանց ձայն չտվեցին, ես չեմ էլ հավատում, որ Քոչարյանը 9%-ը հավաքել է, ես շատ կասկածում եմ, հիմա դա դրական կողմներ, բացասական կողմերը, որ երևաց, որ Հայաստանում ընտրություն չկա, իրավահաջորդություն է, այսինքն այդ սենց շարունակում է, որոշել են, որ պետք է սա լինի, մյուս դրական կողմը, որ թվերը անես նկարվեց, որ էլի աշխարհի դիմաց բալանս պահվի, այսինքն եթե այս կողմից սեղմեն, ասեն ախր մենք մեծամասնություն չենք, մենք չենք կարող այդ որոշումները, որ ժամանակավոր Հայաստանի շահերից է բխելու, միշտ եղել է, չէ, սրանից առաջ, այդ որ ինչ-որ որոշումներ պետք եղել կայացնել, ժողովուրդ են փողոց հանել, որ աշխարհի Երբ ուզեցել են ցույց տան, որ ժողովուրդը դեմ է, մենք էլ չենք ուզում։ Հա, այդ նույն բանը հիմա էլի այդ սցենարը ստեղծվեց, նկարվեց այնց, որ Փաշինյանը մեծամասնություն չի, որ Դե լրիվ ասում եք նկարվեց, ստացում է ընդհանրապես։ Հիմա ես մեր հարցով ասեմ։ Մենք խումբ ունենք, կուսակցականների խումբ, եւ 3 հատ այդպես խումբ ունենք, ասենք ցուցակի 3 խումբ ունենք, առաջի 30-ը, հետո 80-ը, հետո առաջի 10 համարները եւ ունենք ընդհանրապես կուսակցության խումբ։ Այդ կուսակցության խումբը ընտրության օրը մարդիկ մեզ ուղարկում են։ Ես, կինս, երեխաս, 2 երեխաս, ու տես մենք հաշվում ենք։ Դա միայն կուսակցականներին էր վերաբերում, մենք 16500 ձայն հաշվեցինք այդպես, ինչքան էլ որ ոչ կուսակցական սատարողներ, դա մենք չգիտեինք։ Հիմա լավ, ասենք այդ 10%-ը մեզ խաբում է, հա, այդ կուսակցականներից նույնիսկ գնացել են եւ ընտրել են ուրիշին, բայց հնարավոր չէր էլի որ բոլորը խաբեին եւ չկարողացանք ապացուցել, քանի որ երբ որ դիմեցինք, մեզ ասացին բերեք այս թղթերը եւ վերջում ասացին դուք ժամկետի մեջ չմտաք այդ բողոքարկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 էջ նամակ է մեզ ուղարկել որ դուք ժամկետի մեջ չտեղավորվեցիք մենք պատրաստ չէինք ընտրություններին ես դա էլ ասեմ դիտորդներ չունենք չնայած երբ որ նայեցի ես խայտարակ իրավիճակին երբ որ Տաշիրի խումբը ունեցել էր դիտորդներ, աշխատավարձ էր տվել, մոտ 100,000, ես ինչքան հիշում եմ, այդպես թվեր էր, եւ այդ մարդը արձանագրության տակ ստորագրել էր, որ 1 ձայն վերահաշվարկից 140 ձայն, այսինքն այդ ինչքան պետք է ծախված լինես, որ համ փող վերցնես այդ ուժեղ Հայաստանից, համ էլ արձանագրության տակ ստորագրես 1 ձայն, հետո վերահաշվարկից դուրս գա 144 ձայն, այսինքն այդ ցույց է տալիս բացասական կողմերից, որ նույնիսկ եթե վստահված անձինք էլ ունենաս, կամ պետական ռեսուրսը, կամ ավելի շատ են տվել, կամ ինչ-որ այլ ռեսուրս են կիրառել, որ այդ մարդը այդ արձանագրության տակ ստորագրել է, կամ ընդհանրապես միտեղ տարել են, խմացրել են։ Հետպետքն չի եղել։ Հա, հետպետքն չի եղել, բայց դա են տատուս ասած թրքի շունություն է, էլի, համ փող վերցնես այս կուսակցությունից, համ վստահված անձ լինես, համ էլ գնաս այտենց ստորագրես։ Մի խոսքով, դրական բացասական կողմերը դրանք են, ամենադրական ասում եմ, որ ժողովուրդը վերջապես այդ արմատական բեկում եղավ, հա, ընտրեց շուտ մի մարդու, որ ընդհանրապես քաղաքականության մեջ չկարել, հա, եկավ, ստից մի հատ արտահայտություն արեց, փագեցին, հայերեն էլ չգիտի խոսալ, ամբողջ թիմը հայերեն, այդ ընտանիքը հայերեն խոսում է, բան չենք հասկանում,
Եվ ժողովուրդը այդ մարդուն ձեն տվեց, Բայց պարոն Սարգսյան, չէ՞ որ այդ մարդու, եթե խոսքը գնում է Սամվել Կարապետյանի մասին, այդ մարդու մասին խոսվում էր նաև Պուտինի հետ առնչությամբ։ Հիշում եք ապրիլի 1-ին, երբ որ Պուտինը այսպես ակնարկով ասեց կան մարդիկ, որոնք ունեն ռուսական անձնագիր եւ այլն, այսինքն մարդիկ հենց պատահական մարդ չի Սամվել Կարապետյանը, որ դուք ասում եք գնացին ընտրեցին պատահական մարդ։ Այդ մարդը ունի իր Ես անուն չլսեցի Սամվել Կարապետյանից, ես ուրիշ կուսակցությունից լսեցի, հակառակը ես տեսա որ Սամվել Կարապետյան, Քոչարյան ասում են թե Պուտինը մեր մասին չի խոսում, բայց ես տեսա մի հատ ուրիշ կուսակցության ղեկավարը, որ ասում էր Պուտինը իմ մասին է խոսում, դա Վարդան Ղուկասյանն էր, դոկ կուսակցության։ Այսինքն ես կարող եմ ակնկալել, որ Պուտինը խոսում էր հենց դոկի մասին։ Չէ, Կարապետյան, Քոչարյան, այդ ուժերի մասին, հա, միգուցե Ծառուկյան, բայց այս երեքը հրաժարվում էին, ասում էին, չէ, դա մեր մասին չէր, քանի որ այնտեղ անուն չկար, իսկ Վարդան Ղուկասյանը ասում էր, այդ որ Պուտինը խոսում էր, դա իմ մասին էր խոսում, ինքն էլ ռուսական անձնագիր ունի։ Բայց Հայաստանում չէր նրա շարժումները Դե դուք կուսակցությունը ակտիվ պայքարում էր մեր պես, ասում։ Լավ, ում նկատի ուներ, պարզապես իմ հարցս հետևյալն էր, դուք ասում եք գնացին պատահական մարդ էր Սամվել Կարապետյանը, ես ուզեցի ճշտեմ, արդյոք պատահական մարդու են տվել ձայն, ինչպես դուք եք ասում։ Թե կապվածություն կար, այնուամենայնիվ Ռուսաստանի Պուտինի ցանկության, Պուտինի հորդորի հետ, որ իմ մարդկանց լավ նայեք։ Տեսեք, իմ համար ուժեղ Հայաստան, թե Նիկոլ Փաշինյան, հա, ԿՊ դրանք նույն ուժերն են, իմ համար տարբերություն չկա, բայց ժողովրդի մտածելակերպի մեջ այդ բեկումը, որ ասացի, էլի խաբվեց ժողովուրդը, ոնց որ միշտ խաբվեց, հա, մանավանդ մարդատների պահով, այս սերիալը, որ սկսվեց, վերցնենք, չվերցնենք, իհարկե վերցնելու էին, բոլորս էլ գիտեինք, ու էլի այդ նույն սցենարը հիմա գնալու է, իրանք մանդատներով պաշտպանված, ժողովրդին փողոց են հանելու, ժողովրդին փուրն են տալու, ոնց որ տեսել ենք այդ Գառնիկ, մյուս, հա, որ ժողովրդին փողոց էին հանում, իրանք մանդատներով պաշտպանված էին, ոստիկանները իրանց ձեռք չէին տալիս, չէին խփում, չէին տանում, բայց ինչքան հայրենասեր տղա կա, բոլորին տարան փագեցին։ Հիմա դա չի հարցը, բայց ժողովրդի մտածելակերպի մեջ, որ Քոչարյան էլ ձեն չտանք, այսինքն այդ նույն ձայները կարող լիներ մեր կուսակցություն, եթե մենք լավ պատրաստված լինենք, ժողովուրդը այլընտրանքի գնաց, խաբվեց, այս անգամ էլ խաբվեց, այդ այլընտրանքը չկար, իրանց այտենց ներկայացրեցին, ռեկլամ արեցին, մարքեթինգ արեցին, մեկը մյուսին պաստալով, հա, ԿՊ-ն Սամվելին, որտեղ իրանց ամենաձեռնտու ընդդիմությունները այդ էր Քոչարյան, Սամվել Կարապետյան, այդ փողբաժաներն էլ էր մարքեթինգ, որ մարդիկ դա էլ բացականներից մի մասը, որ էլի ժողովրդի որոշ մաս փողի համար ձայն ծախեց, հա, այդ տասովշիկներին ձերբակալելն էլ էր մարքեթինգ, որ այսինքն այդ լրիվ տասովշիկներին ում ձերբակալել են, լրիվ են ժողովրդի լեզվով ասած պանյատյաներով մարդիկ էին, չեն ծախում փողը որտեղից է գալի, լավ բռնել եք մի հատ տասովշիկ, փող չունի ու փողա բաժան, այդ չեք կարող գտնեք փողի աղբյուրը ոնց է հասե, թե են դեղ ծախողների զակլատչիկների պես բերե փողը գցել են միտեղ, ինքն է գնացել եկայել է, լավ ասենք 2-3-10 հոգին թող լինեին չծախողներ, բայց այդեն չէ էլի, որ սաղ չէին ծախելու, չէիք գտնելու փողի աղբյուրը ու չէիք ձերբակալելու հիմնականների։ Նպատակը այդպես պարզ չգործելու։ Դե նպատակը հենց այդ պետությունը, որ ռեկլամ էր անում, որ փող են բաժանում, որ այդ խումբն էլ, որը որ փողի համար է, վազեն Սամվելից մոտ, հա, մեկը մյուսին ռեկլամ արեց, մեկը մյուսին պաս տվեց, եւ վերջում էլ նկարվեց, ասում եմ, այնց որ որոշ ժամանակ Հայաստանի շահերին ձեռը տալու, հա։ Դե դա որ այս կողմից ճնշեն, թե պետք է սենց որոշում կայացնես, ասեն, ախր մենք մեծամասնություն չենք, եթե այն կողմից ճնշում բան անեն, էլի նույն։ Մի խոսքով ժամանակավոր ինչ որ Հայաստանի շահին նպաստող նկարվել է։ Եվ դուք ավելորդ կլնեիք ձեզ նման կուսակցությունները խորհրդարանում, հա, խանգարեիք ընդհանուր այդ գծին, այդ տրամաբանության։ Իհարկե, մենք արդեն, երբ որ մտանք պայքարի մեջ, արդեն այդ քարտերը խառնել էինք եւ նրանք մտածում էին, ամեն խոչընդոտ ստեղծում էին, հաշիվները չբացելը ամենամեծ խոչընդոտն էր, բայց քանի որ
մասսայական հանրային ձևով ես ասացի թողեք, ուրեմն իմ անձնական հաշվից վճարեմ, էլի կարտերը խառնով, այսինքն ֆիքսվել էր եւ կոռուպցիայի կանխարգելումը ինձ նամակ տվեց, որ ես կարամ մի հատ հանցանք կատարեմ, հա, կամ հանցանք չէ, խախտում։ Նամակում գրեց դուք կարող եք վճարել ձեր անձնական հաշվից, մենք դա կոռուպցիա չենք անում, բայց դա կոռուպցիա է։ Բայց նամակում ունեմ, եթե ինձ կանչեն, ասեն դա ինչ է, ասել եմ հեսա դուք եք ինձ թույլ տվել։ Այսինքն չէր մտնում դա պլանների մեջ, բոլորի պլանը այն էր, որ պետք է կամ չմասնակցենք, կամ մենք դիմելու էինք դատարան, որ հետաձգվեր քարոզ արշավը եւ օրենքով դա պետք է հետաձգվեր, երևի դա ամենալավ տարբերակը կլներ հետաձգվելու, քանի որ առողջ քաղաքական դաշտը չկար, ատելության խոսքը կար շատ մեծ էր, հա, որ կձևավորվեր ինչ-որ առողջ քաղաքական դաշտ, ժողովուրդը Ինչքան ժամանակ է պետք, որ ձեր ասած առողջ քաղաքական դաշտը ձևավորվի, դա ինչ բան է, առողջ օրինակ հիմա ձեզ կլսեն մյուս քաղաքական կուսակցությունները, էլի չթվարկեն, բոլորս արդեն բոլորին գիտեն, դրանք կասեն մենք առողջ քաղաքական դաշտ ենք, քաղաքական ուժ ենք, ինչու եք ասում կձևավորվի քաղաքական Հիմա բացատրեմ առողջ քաղաքական Հիմա բացատրեմ 5 տարի Քոչարյանը մանդատ վերցրեց, գնացին մեր հաշվին աշխատավարձ պարգևավճար ստացան, դրա համար հիմա նրանք ձայն չհավաքեցին ու նկարվել է, ես 99%, 100%-ից ավել գիտեմ, որ նրանք չեն անցել այդ 8%-անոց շեմը չեն։ Հիմա գանք են մյուս հարցին, որ քարոզ արշավի ժամանակ մի ամսում բոլոր այդ ուժերը տղամարդ են, հա։ Ինչ էին ասում, եթե մեր ձայները գողանան, մենք հեղափոխություն ենք անելու։ Բայց սահմանադրական դատարան կամ ԿՀ ինչի համար էին դիմել էին, բողոքարկել էին, որ մեր ձայները գողացել են։ Ճիշտ է։ Գնացին սկզբից ԿՀ բողոքարկեցին, հետո գնացին սահմանադրական դատարան, նույն բանը, որ մեր ձայները գողացվել է եւ ոչ մի հեղափոխություն չարեցին։ Այսինքն այդ մի ամսվա մեջ որ տղամարդ են դառնում այդ կառավարվող կամ կեղծ ընդդիմությունները, հա, որ համբալ ջարդելու եմ, այս մյուս կողմն է սատկացնելու եմ, կզացնելու եմ, մի ամիս հետո չկա, էլի գնում են մանդատները, վերցնում են էլի մեր հաշվին աշխատավարձ, պարգևավճար։ Հիմա դրա համար մենք ասում ենք, որ դա առողջ քաղաքական դաշտ չէ, այդ ատելության խոսքով, մանիպուլյացիաները, մենք էլ ասենք համարյա Կովկասյան ռեգիոն ենք, մեր մոտ անձի պաշտամունք կա, անձի հետևից գնալ կա, տղամարդ պետքա լինի, հա, այդ քաղաքական գործիչը, էլի մի որոշ մասա դրան միջև հիմա խափնում է, բայց գաղափարների պայքար չկար, մենք որ ասում էինք առողջ քաղաքական դաշտ, հենց այդ գաղափարների պայքարից էինք խոսում, որ ոչ թե ժողովուրդը գնա այդ անձի հետևից արա տեսար ինչ ասեց, տեսար ոնց ասեց, տեսար ոնց հակազծնելու, այս մեկն էլ տեսար հեղափոխություն անելու, այդ լրիվ կվերանար, քանի որ կամաց ժողովուրդը հասկանալու էր, որ այդ համակարգային փոփոխություն չի, դա նույն փոցխի վրա կանգներն է, էլի գնալու ենք ընտրենք սրան, էլի սրանք մանդատները վերցնելու են, էլի գնալու են, էլի նստելու են։ Հիմա 5 տարի մենք դա ենք տեսնելու։ Եթե 5 տարի ձգվեց, այո, մենք դա ենք տեսնելու։ Մենք հենց դա էլ տեսնելու ենք, գնալու են խորհրդարան, այնտեղ սցենաներ, հիստերիաներ, ժողովրդին էլի փողոց, իրանք էլի եմ ասում մանդատով պաշտպանված, ժողովրդին Այդ շղթան ոնց կարելի է քանդել կամ գուցե շատ էլ լավ է դուք ասում եք Հայաստանի շահից գուցե հենց այդ մանիպուլյացիաները շատ շահեկան են Հայաստանի համար ժամանակավոր շահեկան են, հա, բայց այդ դրսի ուժերն էլ են փոխվում, այն առաջվա բանաձևերը չի աշխատում, մենակ լավ տղա, որ դու լավ տղա ես, հա, դա չի աշխատում, ոչ Տրամպի մոտ արդեն դեղ ասում են լավ տղայի հարց չկա, պետքա կողմ ընտրես կամ քայլ անես, հասկանում եք, են մի կողմից ֆինանսները կարան փագեն, են մյուս կողմից ուրիշ բանը կարան փագեն, Պարսկաստանի հարց, մի խոսքով շատ վատ իրավիճակ է, թե միջազգային Հայաստանի համար, թե այս ներքին, ես կասեի, որ կա մի փոքր էլ, ասենք,
լավ զգացում, որ մենք չընկանք այդ ժողովրդի լեզվով ասած ժողովրդի դրբի տակ, պատրաստ չենք, այդ շեմը չանցանք, որովհետև անկեղծ ասեմ, մենք էլ ամբողջ թմին չենք կարողանալու ստիպել, դա ստիպելն էլ վատ բառ է, որ մանդատ չվերցնեն։ Հա, ես կամ մյուսը ինքնաբացարկ են գրելու, բայց հասկանում եք, այս համակարգան հենց է ստեղծված, որ ցուցակները կազմելուց դու միևնույնն է թմեր ես քո մոտ ընդունում, հա, ասենք, այս մարդու թիմը, եւ այդ բոլոր թմերը ինքնաբացարկ չեն գրելու քո ասելով։ Հիմա Սամվել հենց մոտ 160 հոգի, այն Քոչարյանի մոտ 200 ավել, նրանք չեն կարողանալու ստիպեն ինքնաբացարկի, ինչքան էլ իրանք իմ հայտարարությունից հետո ասում են 106 հոգի ինքնաբացարկա գրել, այդ 106 հոգին գիտեն, որ նրանք շանս չունեն, 5 տարի սրանք իրանց մանդատները չեն դնելու, 5 տարի մեջ սրանց մանդատների չի զրկելու իշխանությունը, այսքան քայլ արեցին, որ իբր ժողովրդի աչքին բարձրանան, ժողովրդին ցույց տան, որ մենք չենք ինքնաբացարկ ենք տալիս ձեր պահանջով, բայց իրականում մենք հասկանում ենք, որ այդ առաջի 30-40 հոգին կամ 50 հոգին նրանք ինքնաբացարկ չեն տալու եւ պետությունն էլ դրանց այտենց մասսայական մանդատներից չի զրկելու,